Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 7-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե թեմաները շատ են, բայց սկզբնական ասեմ, այն հարցն է առաջանում, մարդիկ ասում են, իսկ արդյոք Եվրոպան, որ փորձում է նոր անվտանգային համակարգ ստեղծել, կկարողանա արդյոք դա անել, կհաջողվի դա, արդյոք միասնական կլինի Եվրոպան, արդյոք չի պառակտվի, դուրս կգա արդյոք Ռուսաստանի դեմ, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները իր թիկունքին չի, կամ առավել ևս, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի թիկունքին է։ Այդ մասին մանրամասը ներկայացրել եմ ես հանգամանորեն, որ նաև Եվրոպան բացի բարոյական արժեքները, բացի անվտանգային խնդիրները, այս շանսը բաց չի թողնելու։ Այսինքն նաև խոսքը վերաբերում է այդ 3 լոկոմոտիվ երկրներին՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա, եւ որ տեսնում եք ինչ ակտիվ ձևով իրանք համախմբող դեր են կատարում, հիմա իրանք երբ որ 3-ով հավաքվում են միտեղ, երբ որ տեսնում են կողքից լսող չկա, ասում են խմենք Թրամփի կենացը։ Ինչի համար, որովհետեւ հիմա այսօր եվրոպական երկրները իրենց սեփական սխալները ուղղում են Թրամփի սխալների շնորհիվ։ Այսա պետք է հասկանալ, որն է նաև այն դրդապատճառը, որ իրանք այս ծրագրից չեն հրաժարվի, սա իրանց շանսն է։ Իրանց ճգնաժամային իրավիճակից դուրս գալու շանսն է, որ չեն ցանկացել խոստովանեն, որ ճգնաժամ է, որտեղ դրանից իսկ ինչ է ճգնաժամ, բայց ձեր գործի անունն ինչ էր։ Եվ այս պարագայում իրանք հրաշալի հասկանալով, որ ռազմական ծախսերն ավելացնելով կարողանալու են այդ վիճակից հանել տնտեսությունները, իսկ ռազմական ծախսերն ավելացնելը դա հակաժգնաժամային ծրագիր չի, որ ասեն, այս ինչով եք զբաղված, այս ինչ եք հարկեր ավելացնում եւ այլ, դրա հետ կապված Եվրամիությունը մտավ խաղի մեջ եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Եվրամիությունը այնպես է ֆինանսավորման հետ կապված խնդիրներ լուծում այդ պետությունների համար, կարծես եվրոպական ՆԱՏՕ-ն արդեն գոյություն ունի եւ դա ունի իր պատճառը, ոնց անել այնպես, որ ռազմական ծախսերը նպաստի տնտեսության զարգացմանը, դուրս բերի այդ վիճակից այդ տնտեսությունները։ Դրա համար իրանք ուղղակի այդ շանսը բաց չեն թողնի եւ շատ ակտիվ ձևով այդ ուղղությամբ աշխատանք կտանեն, որովհետեւ ճգնաժամից դուրս գալու խնդիրները, որոնք էլի եմ ասում չէին խոստովանում, շատ կարևոր է Ֆրիդրիխ Մերցի համար, նույնիսկ երբ որ Տրամփը իրան ողջունեց, շնորհավորեց ընտրվելու, նա մեկացույց տվեց, որ մենք պետք է Ամերիկայից անկախ մեր հարցերը լուծենք։ Տեսնում եք ինչքան ակտիվ է Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոնը, շատ ավելի ակտիվ, տպավորություն է, որ նա պատրաստվում է շատ երկար ժամանակ ղեկավարի, նույնիսկ ժամկետը մոտենալը իրան չի էլ խանգարում։ Մենք տեսանք, որ ադմինիստրացիան փոխվեց Մեծ Բրիտանիայում, բայց երբ որ Կիր Սթարմերը եկավ լեյբորիստները, նրանք չունեին հակաճգնաժամային ծրագիր, դա ակնհայտորեն, բայց չսկսեցին Ամերիկայի նման նախկիններին մեղադրել, սա դուք եք արել, հիմա դրած Ուկրաինային փող եք տալի, կատարեցին շատ ճիշտ քայլ։ Այն դեպքում, երբ որ չունեին հակաճգնաժամային ծրագիր, ակնհայտորեն չունեին։ Շարունակեցին ասել Ուկրաինային պետք է ֆինանսավորենք, եւ հիմա եկավ մի այնպիսի ժամանակ, որ իր արած քայլը շատ ճիշտ դուրս եկավ։ Հիմա ինքը կարողանա Մեծ Բրիտանիայի հետ կապված շատ հետաքրքիր քայլեր անել, մանավանդ տենց համախմբված ձևով, որի պարագայում իրանց տնտեսությանը շատ լուրջ հաջողություն կբերի այդ ֆինանսական ռազմական ծախսերը, որոնք որ օժանդակ ճյուղերի համար շատ արդյունավետ են լինելու, ստեղծելու է վճարունակ պահանջարկ հասարակության մոտ, ստիպված են եղել շատ հարկերի խնդիրներ լուծել, դժվարացնել կյանքը, այդ հարցերը կարող են շատ հանգիստ վերանայել։ Դրա համար այս շանսը ասում են, որ բաց չեն թողելու։ Դուք այդ դիտանկյունից նայեք, այն ինչ որ հիմա ներկայացնելու եմ, էլի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, քննարկել են իրական քայլեր Ուկրաինայի մարդար եւ կայուն խաղաղությունն ավելի մոտեցնելու համար։ Քննարկել են ծրագիրը, որը կպարունակի պատերազմի ավարտի միասնական եվրոպական տեսլականը, անվտանգության կոնկրետ երաշխիքները եւ Ուկրաինայի հզորացումը։ Առանձին քննարկվել է Ուկրաինայի հոբ հզորացման հարցը։ Զելենսկին նշել է. «Ես շնորհակալություն եմ հայտնում Մարկին եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Ուկրաինայի խաղաղություն հաստատելու հարցում նրանց աջակցության եւ գործընկերության համար»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն: Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ ես, Զելենսկին եւ մեր Եվրոպայի գործընկերները համարենք, որ դրա համար հարմար պահ է եկել, ասել է Մակրոնը: Այսել նրա համար, որ այդ փոխհրաձգությունը հրապարակային, Մակրոնը ցույց է տալիս, որ մինչև մերոնց հետ չպայմանորեն մենք այդ խոսալու թեմա չունենք: ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել եվրոպական ռազմականացնելու ReArm Euro-Union 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ, որն առաջարկվել է Եվրոհանձնաժողովի կողմից: Դուք նայեք, Եվրոհանձնաժողովի կողմից, հասկանում եք, թե ինչ ասել է 800 միլիարդ եվրո, որը որ ներդրվելու է տնտեսություններում: Թվում է, թե իրանք ծախսեր են անելու, բայց այդ տնտեսություններում է ներդրվելու, աշխատատար, նյութատար ոլորտներում է ներդրվելու: Դա շատ լուրջ աջակցություն է ելնելու տնտեսություններին: Եվրոհանձնաժողովի Եվրոպայի վերազինման ծրագիրը նախատեսում է եվրոպական ներդրումներ Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրում, ավելի վաղ հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Առաջարկում է միջոցների մեծ մասը ներգրավել եվրոպական պետությունների բյուջեներից, բայց ուշադրություն, Եվրոհանձնաժողովը բյուջետային զիջումներ կտրամադրի Եվրամիության երկրներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման համար նախատեսված միջոցները կուղղորդի ռազմական ծախսերին: Այսինքն ուշադրություն դարձրեցիք, Եվրամիությունը իր վրա է վերցնում են պետությունները, որոնք ռազմական ծախսերը կընդլայնեն, նրանց համար բյուջետային զիջումներ կնայի, որոշակի նորմատիվներ կվերանայի: Եվրոպական առաջնորդները հավանություն են տվել բյուջեի դեֆիցիտի եւ պարտքի չափը սահմանափակող կանոնների մեղմացման առաջարկի: Ես չեմ ուզում շատ մասնագիտական բաների մեջ խորանամ, թե ինչ է նշանակում բյուջետային դեֆիցիտի եւ պարտքի չափը կանոնները, այն կոշտ կանոնները, որ Եվրամիությունը սահմանած ուներ, հիմա Եվրամիությունը դրանք վերանայում է, մթնոլորտ է ստեղծում բարենպաստ, որ այն երկրները, ովքեր ռազմական ծախսեր կանեն, իրանք ավելի արտոնյալ վիճակում հայտնվեն, որի պարագայում այդ ռազմական ծախսերը օգնի իրանց տնտեսության զարգացմանը: Այսինքն Եվրոպան հզորանա, միասնական ծրագիր իրականացնի, որովհետեւ բոլոր մասնակիցները օգտվում են այդ ծրագրից իրանց պետության հետ կապված: Դրան գումարած նաև անվտանգության խնդիր են լուծում: Եվ այս պարագայում, ինչպես տեսնում եք, Եվրամիությունը շատ լուրջ քայլեր է, հետևողական քայլեր է անում դրա ուղղությամբ: Եվրոհանձնաժողովն առաջարկել է այդ թվերում չներառել պաշտպանական ներդրումները: Ըստ իր հաշվարկների, դա կարող է ազատել մինչև 600 միլիարդ եվրո: Այսինքն պատկերացրեցիք, պաշտպանական ներդրումները դրա մեջ չներառել: Նրանք նաև պայմանավորվել են դիտարկել Եվրոհանձնաժողովի առաջարկը անդամ երկրներին պաշտպանական նպատակներով ընդհանուր 150 միլիարդ եվրոյի վարկերի վերաբերյալ: Հավանության են արժանացել նաև վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և մասնավոր ներդրողների վարկային առաջարկները: Հիմա դուք տեսաք դրա հետ կապված, ինչ է նշանակում դա, որ հետևողական քայլերի արդյունքում իրանք պետք է կարողանան այդ խնդիրը լուծեն: Հիմա շարունակությունը նայենք: Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը լրագրողներին հետագայում հայտնել է, որ եթե Տրամպը ցանկանում է խաղաղություն ուժի միջոցով, այսինքն այն ծրագիրը, որը ի սկզբանե Ամերիկան ասում էր, Ռուսաստանին պետք է պարտադրենք խաղաղություն ուժի միջոցով: Ասում է, եթե Տրամպը կվերանայի, այսինքն իր քաղաքականությունը, ցանկանում է խաղաղություն ուժի միջոցով, դա հնարավոր կլինի միայն Եվրոպայի և նրա անդամ պետությունների հետ, քանի որ նախապայմանները պետք է բավարարվեն: Բազմաթիվ օրինակներ կան, որ ցույց են տալիս, որքան կարևոր է Եվրոպայի աջակցությունը դրական արդյունքների հասնելու համար: Սա Եվրոպայի և Ուկրաինայի համար ջրբաժանի պահ է, նշել է ֆոն դեր Լեյենը: Այսինքն հիմա ջրբաժանը քաշում ենք, Ամերիկա մեզ հետ ես, թե մեր դեմ ես: Չեն էլ ասում մեզ հետ ես, թե մեր հետ չես: Մեզ հետ ես, թե Ռուսաստանի հետ ես: Իմանանք, որ մեր դեմ ես: Այսինքն այս միասնականի հետ կապված, որ իրանք կարողանային այս ծրագիրը իրականացնել, շատ լուրջ ֆինանսական խթան էր պետք, որը որ ես ուղղակի ապշում եմ Ամերիկան իր շանսը բաց թողեց, ասեց ռազմական ծախսերը կրճատում եմ և Եվրոպայի հետ կապված Եվրոպայի թիկունքում բաներ արեց, որով ստիպեցին ժողովրդին մոբիլիզացնեն, այդ ժողովուրդը արդեն տրամադրվեն ու այս անվտանգային համակարգ ստեղծելը միայն ողջունվի այդ պետությունների կողմից: Հիմա շարունակությունն էլ կտեսնենք: Եվրամիության 27 երկրներից միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի աջակցել Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ հայտարարությանը:
Նրա մերժումը պայմանավորված է Ռուսաստանի հետ նրա մերձավոր կապերով և Թրամփի քաղաքական գծին համահունչ դիրքորոշմամբ։ Սակայն Եվրամիության մյուս 26 երկրները, այդ թվում Սլովակիան, հստակ աջակցություն են հայտնել Ուկրաինային ընդգծելով, որ ցանկացած խաղաղ բանակցություն պետք է անցկացվի Կիևի անմիջական մասնակցությամբ։ Ուկրաինայի մասին բանակցություններ չեն կարող լինել առանց Ուկրաինա, ասված է հայտարարության մեջ։ Իհարկե, եթե Օրբանը չի մասնակցել դա դեռ ոչինչ չի փոխում, որովհետև այն ինչ որ ծրագրերը իրականացնում է ֆինանսական, դրա մասին չի խոսքը։ Դրանք իրանք կարող են առանց Օրբանի անել, Օրբանն էլ ասել է կստորագրեմ։ Այսինքն այդ խնդիր չի, անգամ իրանք ի սկզբանե ցույց տվեցին, որ իմացի խաղեր տվեցիր կմեկուսացնենք քեզ։ Իդեպ նաև Եվրահանձնաժողովի նախագահ Անտոնիո Կոստան էլ ասեց, որ Հունգարիան մեկուսացված է, այսինքն ինքը մեր ընդհանուր ծրագրի մեջ չի մտնում, ինքնապես չի էլ հետաքրում Հունգարիան։ Կմիանաս չէ հաջողություն։ Մանավանդ որ նենց արտոնյալ իրավիճակները առաջանում մասնակից պետությունների համար, որ Հունգարիան ընդհանրապես մեկուսանալու է, իրան ոչ մի օգուտ դրանից չկա։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, որ էլի այդ հավաքներին մասնակցում է, Եվրոպական գործընկերները եւ նրանց դաշնակիցները Ատլանտյան օվկիանոսի ցանկում եւ դրանից դուրս պետք է աշխատեն աջակցել Ուկրաինային եւ ապահովել կայուն խաղաղություն։ Կոստան նշել է, որ ՆԱՏՕ-ի համախոհ գործընկերների հետ համագործակցությունը միջազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունի։ Իհարկե հիմա մենք նայենք արդեն այդ շարունակությունը, որ արդեն Ամերիկան էլ է հասկանում, որ իրավիճակը փոխվում է եւ իրանք է որոշակի վերանայումներ են անում, իհարկե ուզում են ցույց տան, որ տեսակ այնուամենայնիվ Զելենսկուն կոտրեցինք, ինքը հեսա ներողություն կխնդրի, այս կանի, բայց Ուկրաինայից գրասենյակի աշխատակիցը անգամ հայտարարեց, որ Ուկրաինան չի պատրաստում ներողություն խնդրել, Զելենսկին ոչ մի սխալ բան չի արել, Ուկրաինայի շահերն է պաշտպանել։ Այսինքն ցույց տվեցին, որ դա մենակ Զելենսկին չի ասում, սա Ուկրաինայի պաշտոնական տեսակետն է։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, ԱՄՆ եւ Ուկրաինան Էրիադում կամ Ջիդայում Սաուդյան Արաբիա կքննարկեն 6-ամսյա հրադադարի մասին հարցը։ Արդեն Ուկրաինայի հետ են այդ բանակցությունը սկսում, հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ռիթքոֆը եւ Թրամփի խորհրդական Մայք Վոլցը կհանդիպեն ուկրաինական պատվիրակության, այդ թվում Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Իդեպ արդեն Սաուդյան Արաբիայից հաստատեցին այդ հանդիպման մասին եւ ասեցին, որ հաջորդ շաբաթ Ջիդայում, ոչ թե Էրիադում մայրաքաղաքում կկայանա ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Իդեպ Ջիդան նաեւ հայտնի է կարգավորման հետ կապված հանդիպումների որպես հարթակ 2023 թվականի օգոստոսի 5-ից 6-ը Ջիդայում հենց եղավ ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման հետ կապված հավաք, որին մասնակցեց 42 պետություն։ Իհարկե Ռուսաստանը այդտեղ չէր մասնակցում։ Այսինքն ինքը որոշակի փորձ եւ այդ ուղղությամբ որոշակի հնչեղություն ունի այդ կարգի հարցերի կարգավորման առումով։ Նենց որ եթե մայրաքաղաքում չի, դրանից այդ հանդիպման որակը ուզեմ ասեմ չի ընկնում։ Ջիդան այդ կարգի հանդիպումների համար հարթակ եղել է։ Բրյուսելում Եվրամիության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. «Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը ուկրաինական եւ ամերիկյան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենան։ Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այլև առաջարկում է այդ քայլերը։ Զելենսկին Եվրոպայի առաջնորդներին կոչ է արել շարունակել աջակցել այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի անվտանգության հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ուկրաինայի մասնակցությամբ, որը Եվրոպայի անվտանգությանն առաջվող ցանկացած հարց պետք է լուծվի Այսինքն հիմա տեսեք, շարունակությունը նայեք ինչ է կատարվում, Միացյալ Նահանգների արձագանքը այս ամեն ինչին։ NBC News-ը հայտնում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցության ձևաչափը փոխելու, այդ թվում դաշնակիցների վրա հարձակման դեպքում նրանց պարտադիր պաշտպանությունից հրաժարվելու հարցը։ Թրամփն իր օգնականների հետ քննարկել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցության ճշգրտման հնարավորությունը, այնպես որ նախապատվությունը տա դաշինքի այն անդամներին, որոնք իրենց հնայի որոշակի տոկոսը ծախսում են պաշտպանության վրա։ Այսինքն դու եթե այսքան տոկոսը ծախսում ես, մենք քեզ կպաշտպանենք, չէ։ Պաշտոնյաների փոխանցման քաղաքականության հնարավոր փոփոխության շրջանակում ԱՄՆ կարող է չպաշտպանել հարձակման ենթարկված ՆԱՏՕ-ի անդամին, եթե այդ երկիրը չի հասել պաշտպանական ծախսերի
ճգնաժամային մակարդակին։ Այս եմ ասում, որ Դոնալդ Տրամփի հերթական սխալը շատ նպաստավոր է Եվրոպայի համար։ Սա հերթական կոպտագույն սխալն է Դոնալդ Տրամփի եւ հիմա դրանից հենց կարճում է Եվրոպան։ Տրամփի վարչակազմն արդեն եվրոպացի դաշնակիցներին հասկացրել է, որ ԱՄՆ կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, եւ այժմ դիտարկվող տարբերակներից մեկը տարածաշրջանում ամերիկյան որոշ զորքերի վերատեղակայումն է, որպեսզի նրանք կենտրոնանան ՆԱՏՕ-ի երկրներում կամ նրանց շուրջ, որոնք իրենց պաշտպանության ծախսերը բարձրացրել են ՀՆԱ-ի որոշակի տոկոսի, ասել է պաշտոնյաները։ Այսինքն բոլոր երկրներում չլինեն, որոնց անվտանգությունը պաշտպանեն, ով փողը տվել է նրանց պաշտպանեն, էլի։ Պահնորդական ծառայությունն է, էլի Ամերիկայի զորքը։ Փողը տվելն են, կգաս կպաշտպանես, փողը չես տա հաջողություն։ Այսինքն սենց արժե զրկել Ամերիկային, դա ոչ մեկին չէր հաջողվել։ Եթե Տրամփն իսկապես կատարի այս փոփոխությունը, դա կնշանակի զգալի շեղում դաշինքի հիմնական սկզբունքից 5-րդ հոդվածից, որն ազդարարում է ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի վրա հարձակումը, հարձակում է դաշինքի բոլոր երկրների վրա։ Այսինքն դա գրած չի, ով փողը գտա, ով փողը չի տա։ ՆԱՏՕ-ի անդամ ես, դաշինքի անդամ ես, քո վրա հարձակվել են դաշինքի վրա, բոլորով պետք է հակահարձակման անցնենք, բոլորով պետք է պատասխան տանք։ Հիմա Տրամփն ասում է ոչ, գնայենք մուծվել ես, եթե չես մուծել ուրեմն գնա հաջողություն, մենք քո անվտանգությունը չենք ապահովում, բայց մարդ էլ ՆԱՏՕ-ի իրան չի նա պետք որ լինի, որ եթե ինքը ի վիճակի չէ այդ փողերը տա։ Ուրեմն դե անվտանգային այլ մեխանիզմ մտածի, կամ իր գործընկերները եվրոպական պետք է մտածեն ուրեմն Ամերիկայից հրաժարվելու տարբերակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը կասկածում է ՆԱՏՕ-ի մյուս անդամների պատրաստակամությանը անհրաժեշտության դեպքում պաշտպանել ԱՄՆ-ին։ Սա էլ իր արդարացումն է։ ՆԱՏՕ-ի ամենամեծ խնդիրն այն է, որ ես գիտեմ տղաներին, նրանք իմ ընկերներն են, բայց եթե ԱՄՆ-ն խնդիր ունենա եւ մենք դիմենք նրանց, ինչ եք կարծում, նրանք կգան մեզ պաշտպանելու, չեմ մտածում։ Ես ՆԱՏՕ-ի պոտենցիալ լավ եմ համարում, բայց մենք պետք է լավ մտածենք ՆԱՏՕ-ի մասին, շատ անարդար բաներ են տեղի ունենում, մինչեւ իմ գալը մենք գրեթե 100%-ով վճարում էինք պաշտպանության համար, իր առևտրում մեզ խաբում են։ Հիմա խնդիրը այստեղ որն է, հերթական անգամ բոլորը խաբում են, բոլորը Ամերիկայից օգտվել են, բոլորը Ամերիկային կթել են, արյունը ծծել են, այս ամեն ինչը շատ պրիմիտիվ է, ժողովուրդ ջան, գիտա-ֆանտաստիկ պրիմիտիվ է։ Ես չեմ կարող հասկանալ, ինչ հաուզում է մարդը։ ՆԱՏՕ-ն ստեղծվել է, որպեսզի եվրոպական պետություններին պաշտպանի խորհրդային միության էքսպանսիայից։ ՆԱՏՕ-ն չի ստեղծվել, որպեսզի բանին պաշտպանեն Ամերիկային պաշտպանեն Մեքսիկայից։ Դե ասեի, որ Մեքսիկայից վախենում ես, այդ մարդիկ մտածեին ինչ անեն քո համար։ Կամ Կանադայից ես վախենում։ Կանադան ՆԱՏՕ-ի անդամ է, ումից ես վախեցած, Մեքսիկայից, էլ ումից ես վախեցած, Պանամայից։ Այսինքն դու ուզում ես, որ ինչ ասես, արդարացնես, ինչ չես օգնում, դա ի սկզբանե եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաքելությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 49 թվականի ապրիլի 4-ին 12 երկրներով Վաշինգտոնում ստեղծել են խորհրդային միության էքսպանսիայի դեմ պայքարելու համար։ Ամերիկան համարել է, որ ինքը կանգնած է խորհրդային միության դեմ Եվրոպայի թիկունքին։ Հիմա ասում է Եվրոպա, ես քեզ չեմ պաշտպանելու, որովհետև կարծում եմ, որ դու էլ ինձ չես պաշտպան։ Քո վրա ով պետք է հարձակվի, որ իրանք պաշտպանեն։ Ում վրա ես կասկածում։ Խորհրդային միությունը, հա, Ռուսաստանը, Չինաստանը, ումից ես ուզում, որ քեզ պաշտպանեն, ենթադրենք ՆԱՏՕ-ի անդամ պետությունները եվրոպական, որով արդարացնես ինչի չես անում։ Այսինքն սանով եթե արդարացվում է, որ դուք իմ կողքը չեք կանգնի, սա նշանակում է հերթական ապերախտություն է, ինչի, որովհետև այդ բոլոր երկրները քո կողքը կանգնել են։ Այդ բոլոր երկրները Ամերիկայի հետ կռվել են բոլոր պատերազմներում։ Ամերիկայի անունն է դուս եկել, ասել են Ամերիկան հաղթեց սրան, Ամերիկան հաղթեց սրան, Ամերիկան էս անգամ անունները չեն թվարկել։ Հալավ ես գործի բերումով բոլորին հերթով նայում եմ, որտեղ Ավստրալիան մասնակցել, որտեղ Կանադան է մասնակցել, որտեղ Գերմանիան է մասնակցել, Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, բայց բոլորը դա չեն նայում, մարդիկ լսում են Ամերիկան գնաց, Ամերիկան ջարդեց, Ամերիկան կռվեց, Ամերիկան զոհ տվեց, բայց չեն նայում այդ բոլոր կոալիցիոն գործընկերները իր կողքն են եղել, իր հետ զոհվել են, սկի անունները չեն տվել։ Եվ հիմա ասում է, ինձ չեն պաշտպան, չեն էլ պաշտպանի, որ պաշտպանել են ուրանում եկել, որտեղից պաշտպանեն։ Իտալիայի վարչապետ Մելոնին առաջարկել է ընդլայնել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը Ուկրաինայի վրա առանց Կիևի դաշինքին անդամակցության տրամադրելու։
Մելանիի կարծիքով խաղաղության պայմանագրի կնքումից հետո դա պետք է օգնի Ուկրաինային չվախենալ իր տարածք ռուսական զորքերի նոր մուտքի հնարավորությունից։ Իհարկե հիմա ուշադրություն դարձրեք, հիմա ինչ է կատարվում։ Ամբողջ ընթացքում Դոնալդ Տրամփն ասում է, սրան փող տվինք, սրան նվեր տվինք, սրան էս արինք, սրան այն, մենք այս ամեն ինչը մենք արեցինք։ Հիմա ինքը իրան դրել է այսպես չգնահատված ձմեռ պապիկի տեղ, էլի, ավելի ճիշտ Սանտա Կլաուսի տեղ։ Ինքը հիմա Ամերիկան այդ Սանտա Կլաուսն է բոլորին նվերներ է տվել։ Ու հիմա արդեն հոգնել է այդ Սանտա Կլաուսը, ու գիտեք ինչ արել, ոչ թե էլ չի ուզում նվեր տա, այլ բոլոր տված նվերները գնացել է տասնապատիկ ուզում է հավաքի։ Պատկերացնում եք այն մարդկանց հայացքը, որին գալի ասում է 20 տարի առաջվա որ քեզ նվեր ենք տվել, հիմա հետ ենք ուզում։ 5 տարի առաջվա տվածը 10 հերիքը արդեն հոգնեցինք մենք, բայց քանի որ դուք հիմա չեք ուզում մեր տված նվերը հետ տակ, մենք կմիանանք ձեդ մորոզին, ընդդեմ ձեզ, բա սա իմանանք, թե ինչ կարծիքի է աշխարհը այն մարդու մասին, ով տարիներ առաջ տված նվերը եկել է հետ ուզում։ Այն դեպքում, երբ որ Ամերիկան փորձում է սանկցիաներ կիրառել, լավ ոնց է ջրիերես դուրս գալի, թե ով է ում պարտք, ով է Ամերիկայի համար արել ավելի շատ, քան Ամերիկան իրանց համար։ Սկսած պատերազմ կողքը կանգնելուց մինչև այն սանկցիաները, որ հիմա մաքսային ձևով փորձում է իրականացնել, որը սանկցիայի տեսքով, ասիկա մաքսային բարձրացումների, մաքսատուրքերը բարձրացումների գծով սանկցիաներ է կիրառում, պատասխան հարվածն է ստանալով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտնել է. Ջասթին Տրյուդոն Կանադայից զանգահարեց ինձ հարցնելու համար ինչ կարելի է անել սակագների առնչությամբ։ Ես նրան ասացի, որ շատ մարդիկ են մահացել ֆենտանիլից, որը մուտք է գործում Կանադայի եւ Մեքսիկայի սահմաններից, եւ ոչինչ ինձ չի համոզել, որ այն դադարեցվել է։ Տրյուդոն ասաց, որ իրավիճակն ավելի լավացել է, բայց ես ասացի, դա բավական չէ։ Զրույցն ինչ որ չափով բարեկամաբար է ավարտվել։ Սա ասում է Դոնալդ Տրամփը, զրույցը ինչ որ չափով բարեկամաբար է ավարտվել։ Նա չկարողացավ ինձ ասել, թե երբ են ընտրությունները Կանադայում, ինչը ինձ հետաքրքրեց, օրինակ ինչ է կատարվում այդտեղ։ Հետո հասկացա, որ նա փորձում է օգտագործել այս խնդիրը իշխանության մնալու համար։ Հաջողություն, Ջասթին, գրել է Տրամփը։ Ահա քեզ ինչ այդ մարդը ուզում է իշխանության մնա, թե չի ուզում մնա։ Այդ մարդու աշխատանքից որ գոհներ, այդ խնդիրները չեր առաջանա։ Այնպես չի, որ Կանադայում Տրյուդոից գոհ էին։ Կանադայում Տրյուդոից շատ էլ դժգոհ էին, հիմա շատ չեմ ուզում խորանամ դրա մեջ, բայց Տրյուդոն իր պահվածքով այնպես իրան պահեց, որ այն բոլոր մարդիկ, որ անգամ դժգոհ էին, այդ ամեն ինչը մի կողմ են դրել, որտեղ տեսան ինքը ոնց կանգնեց իրանց պետության շահերի հետ կապված, ոնց դեմ տվեց Տրամփին, որ ասեց սենց է մեր պետության շահերը պահանջում։ Իսկ հիմա տեսնենք ինչ է ասել Տրյուդոն։ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ասել է. ում հետ չի կարող Տրամփը նորմալ բանակցի, ուզում է դրան փոխի։ Պուտինի խասյատ, դե Պուտինից ինչ պետք է սովորեր։ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ասել է. Կանադայի իշխանությունները մտադիր են հետամուտ լինել կանադական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի ամբողջական վերացմանը։ Մեր առաջնահերթությունն է շարունակել շատ ջանասիրաբար աշխատել այս մաքսատուրքերը վերացնելու համար։ Կանադայի եւ Միացյալ Նահանգների միջև մաքսատուրքեր չպետք է լինեն, ասել է Տրյուդոն։ Միաժամանակ Կանադայի վարչապետը կոչ է արել իր հայրենակիցներին շարունակել կանադական ապրանքների գնումը։ Իդեպ շատ լայնամասշտաբ ձևով ամերիկյան արտադրանքը մերժում են Կանադայում, շատ ակտիվ ձևով։ Իդեպ ասեմ նաև Եվրոպայում։ Եվրոպան անգամ մաքսատուրքերի հարց չկա, եթե նույնիսկ մաքսատուրք չկա, հիմա Եվրոպան սեփական ապրանքի հետ կապված, էդ էլ Տրամփի սխալի պատճառով, որ ասում եմ, իրանց ապրանքը սկսել են առնել։ Մի ժամանակ Made in USA որ գրած էր, դա բրենդ էր։ Ամերիկյան արտադրանք է։ Հիմա այսօր նայում են, USA կարդում են, համարում են, որ հակառակորդին ենք ֆինանսավորում, եթե մենք այդ ապրանքն առնում ենք, ինչ մաքսատուրք։ Ասենց քայլ, որ ինքը Եվրոպայի շուկայի համար արեց, այտենց քայլ, որ ինքը Կանադայի համար արեց։ Դե չեք պատկերացնի ինչա, այդ որ սկիզբը նշեցի ռազմական ծախսերը ոնց է օգնելու, նաև տեղական արտադրողի համար պրոտեկցիոնիզմի քաղաքականություն Եվրամիությունը սկի ցանկություն էլ չունի իրականացնի։ Այն այդ ապրանքները ամերիկյան մերժում են ավտոմատ կերպով, եւ Ամերիկայի նադու առնում են տեղականը։ Դրա համար Տրյուդոն էլ ասում է, առիթ օգտագործում, ասում է, առեք կանադական ապրանք։ Շարունակել կանադական ապրանքների գնումը, քանի դեռ շարունակում է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը։
Տրյուդոն հավելել է, որ կշարունակեն վճռականորեն արձագանքել Վաշինգտոնի գործողություններին, որոնք սպառնում են Կանադայի տնտեսությանը։ Կանադան կվերացնի պատասխան մաքսատուրքերը միայն այն բանից հետո, երբ նույնը անի Միացյալ Նահանգները, ասել է Տրյուդոն։ Իսկ հիմա ամերիկյան Fox Business-ը ինչ է հաղորդում, եւ սա խայտառակություն է Ամերիկայի, այդ ամերիկյան պարբերականն է ասում, էլի։ Այսինքն հաղորդում է, որ ԱՄՆ-ի կողմից կանադական ապրանքների վրա սահմանված 25% մաքսատուրքերից հետո Տրամպի եւ Տրյուդոյի միջև ունեցած հեռախոսազրույցը թեժ է անցել։ Ըստ լրատվականի կողմերը օգտագործել են ոչ նորմալ բառապաշար, միմյանց հասցեին օգտագործելով նաեւ հայհոյանքներ։ Այսինքն ամերիկյան պարբերականը գրում է, որ Տրամպը փորձել է ճնշել Տրյուդոյին, Տրյուդոն էլ հայհոյել է Տրամպին։ Դուք պատկերացնում եք ամերիկացի ընտրողի, որ ընդամենը վերջերս ընտրել է Տրամպին, որն ասել է՝ տեսեք ինչ եմ անելու, այս նահանգապետի գլխին տես ինչ եմ դնելու, կպցնելու եմ այդ երկիրը ինձ։ Եթե հանկարծ համարձակվի մաքսատուրք մտցնի, ես մի հատ եմ ավելացնելու։ Տրյուդոն մաքսատուրքը մտցրել է։ Ինչ ես անում, հիմա շարունակենք։ Հեռախոսազրույցից հետո կողմերը լավատեսություն չեն հայտնել համաձայնության հասնելու շուրջ։ Տրյուդոն նշել է, որ մոտ ապագայում սակագների պատերազմը կշարունակվի, իսկ Տրամպն իր հերթին ընդգծել է, որ Տրյուդոյի ջանքերը բավականաչափ արդյունավետ չեն մաքսատուրքերի սահմանումը կանխելու համար։ Իսկ հիմա կարդում ենք հաջորդ հայտարարությունը։ Հայհոյանքներից հետո, սպառնալիքից հետո Տրյուդոն երբ որ ասեց, որ Դոնալդ, դու խելացի տղա ես այս ձևով, բայց հիմարություններ ես անում։ Մնացածն էլ հայոյել է։ Դոնալդ Տրամպը հետաձգել է մաքսատուրքերը Կանադայից եւ Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա, որոնք ներառված են ազատ առևտրի համաձայնագրով։ Դուք պատկերացնում եք, ժողովուրդ ջան։ Պատկերացնում եք այս խայտառակությունը։ Ինչքան էինք խոսում այդ մասին, որ ասում էի ժողովուրդ հնարավոր չի գնաճի դեմ պայքարել, մաքսատուրք կիրառելով, դա խայտառակություն է ժողովուրդ ջան, ասել, բա լավ այդ ռևիզորին տարել եք, մասկին դրել եք, սպիտակ տան ռևիզորն է, ձեր տնտեսագետն ով է սպիտակ տան։ Լայել չեմ ասում Ամերիկայի տնտեսագետ գիտնականներն ուր են, ծպտունները դուրս չի գալի, թե դուրս է գալի, մեզ չի հասնում, չգիտեմ, ես չեմ պատկերացնում, էսի չա կատարվում։ Հիմա նոր ամսի 4-ին մաքսատուրք ես մտցնում, ահաբեկում ես Կանադային, ամսի 5-ին մաքսատուրքը հանում։ Լուրջ։ Սա լուրջ քայլ է։ Այսինքն մի օր պետք էր հասկանալու համար, որ դա սխալ էր։ Պետք է անպայման Ամերիկայի Միացյալ Նահանգների ինդեքսները գահավիժեր, որպեսզի հասկանայր, որ սխալ էր, բա Իլոն Մասկը ասմաստեղից Մարս մոլորակ հրթիռ եմ ուղարկելու, ըստ չի կարողանա մի օրվա պրոգնոզ անի։ Երևանից ասում ենք ինչ ալնելու, այս ինչ ես անում, տղա ջան, լա խելք հավաքի, սենց հիմար բան չեն անում։ Եթե դու այս հիմարությունն անում ես, եթե դու իրոք տաղանդավոր անձնավորություն ես, բայց անում ես դեբիլություն, ուրեմն դու ուրիշին ես ծառայում, դու գործակալ ես։ Որ հնարավոր չի, եթե ինտելեկտուալ մարդը սենց բան անում, որը սկի առաջի կուրսեցին չեր անի։ Հիմա ինչ է կատարվում։ Բա ասում են մաքսատուրքերով հարցը կարգավորելու են, Կանադան մեր փողերը կերել է, Մեքսիկան մեր փողերը կերել է, այս ժողովրդին էլ տրամադրել էին, որ ձեր փողերը հետ ենք բերում, ձեր համար ենք պայքարում։ Բա որ մարդիկ հիմա կանգնեն ասեն, բա խիչ եք մեր փողերը հետ բերում։ Այսինքն ինչ ցույց տվեցիք դրանով։ Իսկ հիմա դրա շարունակությունը նայենք։ Չինաստանի արտգործնախարար Վան Ին, խոսելով ամերիկյան պատժամիջոցների եւ քաղաքականության մասին, հայտարարել է. եթե ընտրվի համագործակցության ճանապարհը, այն կարող է փոխադարձ շահավետ լինել, բայց եթե ճնշումը շարունակվի, Չինաստանը կոշտ կարձագանքի։ Ըստ նախարարի, ամերիկյան ներկայիս քաղաքականությունը խոշոր երկրին բնորոշ պատասխանատվություն չունի։ Աշխարհում կա մոտ 190 երկիր։ Երկիրները ավելի շատ է, 193-ը ՄԱԿ-ի անդամ է, երկրներ կան ՄԱԿ-ի անդամ չեն։ Սազական չէ էլի, որ արտգործնախարարը աչքաչափով տենց թիվ ասի, այն էլ 190, անգամ ավելի քիչ, քան ՄԱԿ-ի անդամները։ Պատկերացրեք, եթե յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր առաջնահերթությունների վրա եւ հավատա իր ուժին եւ կարգավիճակին, աշխարհը կընկնի ջունգլիների օրենքի տակ, ընդգծել է նախարար Վան Ին։ Իդեպ այս շանսը նաեւ Չինաստանը բաց չի թողի։
Դրա մասին ենք պարբերաբար խոսել, որ հիմա եթե ցանկանում ես Ռուսաստանի միջոցով Չինաստանին մեկուսացնել, դա չի կարող լինել։ Ռուսաստանը Չինաստանի դեմ դուրս չի գա, բայց եթե նույնիսկ Ռուսաստանը փորձի խաղեր տա Ամերիկայի հետ, Չինաստանը անմիջապես աշխարհաքաղաքական դերակատարությունն ընդլայնելու է եւ եվրոպական ծրագրին համահունչ ակտիվանալու է։ Այդ շանսը Չինաստանն էլ բաց չի թողի։ Այսինքն ոչ թե դու Չինաստանին ես մեկուսացնելու, այլ նաեւ քանի որ Ամերիկան մեկուսացման քաղաքականություն ավարում, Չինաստանը Եվրոպայի հետ համահունչ նպաստելու է Ամերիկայի մեկուսացման քաղաքականությանը։ Ահա խնդրեմ հայտարարություն ես ջունգլի օրենք ես բանացնում ես ինչ ես անում։ The Financial Times պարբերականը գրում է. անցյալ տարի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար դիմաց ամերիկացիների թիվը հասել է պատմական առավելագույնին։ Դոնալդ Տրամփի վերադարձն իշխանության եւ Մեծ Բրիտանիայում հարկային փոփոխությունները նպաստել են Մեծ Բրիտանիայի ԱՄՆ քաղաքացիների դիմումների կտրուկ աճին։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության համար դիմումների ընդհանուր թիվն աճել է 6%-ով եւ այլ։ Հիմա ես չեմ ուզում, թվերը այդքան մեծ չի, որ Ամերիկայից դիմել են Բրիտանիայի քաղաքականություն ստան, բայց սա էլ Բրիտանիան իր շանսը բաց չէր թողել։ Դուք պատկերացնեք սա ոնց է հնչում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից փախնում են, գալիս են Մեծ Բրիտանիա։ Այն դեպքում, երբ որ վերջին շրջանում Մեծ Բրիտանիան լուրջ խնդիրներ ունի, հարկային որոշ ոչ խելամիտ քաղաքականության առումով, մեղմ ասած ոչ խելամիտ, այնպես արեցի որ շատ հարուստներ դուրս եկան Անգլիայից, որոնք նրանք եկել են Լոնդոնում հանգիստ ապրում էին, իրանց փողերը բերել էին, բայց հենց իրանց դարձրեցին ռեզիդենտ, սկսեցին հարկել, ասին հաջողություն, մենք գնացինք, մենք եկեք քու երկիրը շենացնենք, մենք եկել ենք հանգիստ ապրենք, եթե չեք ուզում հաջողություն, խնդրում են ուրիշ երկրներ, թողեցին դուրս եկան։ Որոշակի ուսանողներ արդեն սկսեցին չգալ Անգլիայում սովորելու, դա շատ լուրջ դժվարություններ առաջացրեց բուհերի համար, լուրջ խնդիրներ առաջացրեց շատ շատերի համար, շատ շատերը Մեծ Բրիտանիայից հեռանում են, արդեն չեն գնում այնտեղ աշխատելու, դժվար է, կյանքը թանկ է, չեն տեղավորվում, եւ այս պարագայում, երբ որ դուք նայեք այդ հոսքերը, ով միամիտ չեն բերեն այդ թվերը դնեն այս թվերի կողքը։ Շատ ավելի շատերը գնացել են, քան գալիս են, բայց հազիվ առիթ հնգելա ձեռները Տրամփի սխալից օգտվել են, վերցել են դրոշակ են սարքել ու ասում են տեսեք, Ամերիկայից փախնում են, գալիս են մեր մոտ։ Հիմա դուք պատկերացնեք դա աշխարհում ոնց է տարածվելու։ Իսկ հիմա արդեն իրանք իսկապես կարող են բարենպաստ քաղաքականություն վարեն, հարկային քաղաքականություն վարեն, որի պատճառով իսկապես մեղմացնեն ռեժիմը եւ մարդիկ նորից վերադառնան Մեծ Բրիտանիա, օգտվելով ռազմական ծախսերը ավելացնելու, օգտվելով տնտեսությունը այս ճգնաժամային վիճակից հանելու եւ ռոպագանդելու ժողովուրդ ջան, Ամերիկայից մեր մոտ են գալի, դե տեսեք ինչա կատարվում։ Այս էլ են շանսերից մեկն է, որը մարդիկ բաց չեն թողի։ Հազիվ եկել ձեռներն են ընկել։ Հիմա տեսեք, Թուրքիայի հետ կապված ենք մենք մտածել, որ Թուրքիան էլ չի ցանկանում իր շանսը բաց թողի։ Ինչ է ասում, հազիվ մտցրեք ինձ Եվրամիություն, բերեք ես անվտանգության համակարգի հետ աշխատեմ։ Իհարկե դա մեզ համար մտահոգիչ է։ Եթե մենք մեր հարցը չլուծենք, դրա համար բարբերաբար ես ասում եմ, բա մեր անելիքը։ Եթե մենք մեր հարցը չլուծենք Եվրոպայի հետ, այս նոր համակարգի հետ, որը ստեղծվում է անվտանգային, իսկ Թուրքիան դրա մասնակից դառնա, որտեղ ուշ թե շուտ ուզելու են Թուրքիային բաց չթողեն, որտեղ անկառավարելի Թուրքիան չի բխում իրանց շահերից, այն էլ իրանց քթի տակ, այդ Ամերիկան չի ասեն օվկիանոսից են կոմա։ Այս պարագայում եթե իրանք Թուրքիայի հետ համագործակցեցին, իսկ մենք իրանց գործընկերը չեղանք կամ լավ հարաբերություններ չունեցանք, կարող է շատ բաներ լինի մեր հաշվին։ Դրա համար սա ես առայժմ դեռ չեմ տեսնում, որ այս նոր իրավիճակում կոնկրետ քայլեր կա այդ ուղղությամբ։ Թուրքիան կոչ է անում Եվրոպային ստեղծել իր անվտանգության շրջանակը, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը փորձում է նվազեցնել Վաշինգտոնի դերը եվրոպական պաշտպանությունում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը շեշտել է եվրոպական երկրների միավորման անհրաժեշտությունը ի պատասխան Տրամփի քաղաքականությանը, որը նա որակել է որպես զգաստացման կոչ բոլորի համար։ Թուրքիան ի պատասխան Ամերիկայի քայլերի տարածաշրջանի ամենահզոր բանակն ունի, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունի։ Թուրքիան հիմա ասում է, անդեմ Ամերիկայի քաղաքականության եվրոպական անվտանգային համակարգը առաջ տանենք։
Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ կլինի մասնակցել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությանը, եթե ՆԱՏՕ-ն լուծարվի, այսինքն իրանք արդեն ցանկանում են ՆԱՏՕ-ն լուծարվի, իրենց դա այլևս պետք չի։ ՆԱՏՕ-ի անդամ իրանք դարձել են 1952 թվականին առաջի ընդլայնման ժամանակ, ասեցի, որ 49 թվականին ստեղծվել է, վախեցած, որ հանկարծ Խորհրդային Միությունը, որը 49 թվականին արդեն միջուկային զենք փորձարկեց, իրանք հասկացան, որ այդ վտանգը իրանք ունեն։ Այդպես պատճառով լեղապատառ գցվեցին ընկան ՆԱՏՕ-ի անդամ։ Իսկ հիմա իրանք Եվրոպայով են ցանկանում դեմը առնեն։ Դրա համար ուշադրություն։ Պատրաստ է այդ նոր ճարտարապետությանը, եթե ՆԱՏՕ-ն լուծարվի, ջինը շշից դուրս է եկել եւ այն հետ մղելու միջոց չկա։ Այսինքն ինքը ուզում ասի ավարտված է ՆԱՏՕ-ն, պետք չի ՆԱՏՕ-ն վերականգնելու մասին մտածել։ Նույնիսկ եթե նախագահ Թրամփը որոշի դուրս չգալ Եվրոպայից այս պահին, հնարավոր է, որ ապագայում նմանատիպ հայացքներ եւ քաղաքական գաղափարներ ունեցող որևէ մեկը մտածի Եվրոպայի անվտանգության մեջ Ամերիկայի ներդրումների կրճատման մասին, ասել է Ֆիդանը։ Այսինքն պետք չի Ամերիկային վստահելու, հարցը մենակ Թրամփով չի։ Եվրոպայի կողմից ղեկավարվող անվտանգության նախաձեռնության վերաբերյալ նրա կոչը համընկնում է ՆԱՏՕ-ի այլ անդամների մտահոգությունների հետ անդրատլանտյան պաշտպանությանը ԱՄՆ-ի ապագա հանձնառության վերաբերյալ։ Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ ռազմական հզորությունը, ԱՄՆ-ից հետո պատմականորեն առանցքային դեր է խաղացել դաշինքի անվտանգության ռազմավարության մեջ։ Այնուամենայնիվ Ֆիդանը նշել է, որ փոփոխվող գլոբալ լանդշաֆտը պահանջում է նոր մոտեցում։ Անմիջապես Թուրքիայի նախագահ Էրդողանն արձագանքել նշել. Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանը լիիրավ անդամակցության նպատակին, նրա խոսքով Անկարայում ակնկալում են, որ Եվրամիության ռազմավարական եւ հեռատես դիրքորոշում կորդեգրի եւ կակտիվացնի Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Այսինքն Եվրամիությունը փլուզվում է, լուծարվում է եւ Թուրքիան, որ խաղեր կարողանում է տա թուրքական պետությունների հետ, խաղեր կարողանում է տալ տարածաշրջանում, խաղեր կարողանում է տալ Ռուսաստանի հետ, Ամերիկայի հետ եւ Եվրամիության անդամ երկրների հետ, մեկ էլ հանկարծ մտնում է փլուզվող Եվրամիություն, դուք հավատում եք։ Այսինքն նա ասում է ինչով օգնեմ ձեզ, թե տեղը նեղ է։ Ինքը լավ գիտի, որ այդ տեղը ամրապնդվելու է։ Ինքը նեղ ժամանակ առաջարկում է իր ծառայությունը, որովհետեւ 50 տարի է տանջում այդ դռնից ներս մտնի։ Հիմա իրան ինքը ուզում է ասի, ժողովուրդ ջան, եկել եմ ձեզ օգնեմ։ Թուրքիայի հետ համատեղ եվրոպական անվտանգությանը վերաբերող բոլոր քայլերը պլանավորումը կհամապատասխանի մեր ընդհանուր շահերին, ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։ Անկարայում որևէ հիմք չեն տեսնում Թուրքիայի Եվրամիության պաշտպանական արտադրանքի գնման եւ Ուկրաինայի վերակառուցման ծրագրում չընդգրկելու համար։ Իդեպ ռազմական տեխնիկայացած ասում Ուկրաինային ամեն ինչ տամ։ Թուրքիայի համար կարևոր է այնպիսի մեխանիզմներում ներառումը, ինչպիսին է խաղաղության եվրոպական հիմնադրամը, որի նպատակն է Ուկրաինայի վերականգնումն ու վերածնունդն է։ Թուրքիան հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը, հայտարարել է Էրդողանը։ Նա ինքը միշտ է ասել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հաստատակամորեն ինքը ողջունում է եւ ճանաչում է, բայց հիմա առավելապես դա, երբ որ Ամերիկան ասում է, որ պետք է մի տարածք կորցնես Ուկրաինային, Ռուսաստանն ասում են ինչ որ գրավել եմ իմնա, այս ժամանակ Թուրքիայի խոսքը ես պատրաստ եմ զենքել տամ, պատրաստ եմ ամեն ինչ անեմ, Եվրամիության անդամ դառնամ, Եվրոպական անվտանգության համակարգի անդամ դառնամ, ընդդեմ Ռուսաստանի եւ ընդդեմ Ամերիկայի։ Հավանաբար հանկարծ պետք է մենք այդ հարցում հանկարծ չուշանանք, ժողովուրդ ջան, որովհետեւ դուք տեսնում եք ինչ է կատարում եւ ամենօրյա իրադարձությունները մի օր, մի քանի ժամվա ընթացքում իրավիճակը փոխվում։ Պոլիտիկոյի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հանձնարարականներ է տվել կառավարության կաբինետին։ Դուք եք պատասխանատու ձեր գերատեսչությունների համար, այլ ոչ թե Իլոն Մասկը, ասել է Տրամփը։ Տրամփը պետական ծառայողների զանգվածային ազատումներից հետո սահմանափակել է Իլոն Մասկի լիազորությունները։ Այժմ Մասկն իրավունք ունի հանձնարարականներ տալ գերատեսչություններին, այլ ոչ թե ինքնուրույն կադրային որոշում ներկայացնել։ Նախարարների հանդիպմանը նա նույնպես ներկայ է եղել։ Մասկը համաձայնել է Տրամփի դիտողություններին եւ խոստովանել, որ կառավարության անարդյունավետության վարչությունը որոշ սխալներ է թույլ տվել։ Միևնույն ժամանակ դեռ պարզ չէ, թե արդյոք Տրամփի նման կարգադրությունը կհանգեցնի աշխատանքից ազատված աշխատակիցների վերադարձին։ Տրամփն ընդգծել է, որ ցանկանում է լավ մարդկանց պահել կառավարությունում եւ թույլ չտալ ընդունակ դաշնային ծառայողների զանգվածային ազատումը։ Իդեպ տեսեք հարցը, որ նա շատ ենք խոսել այդ մասին,
որ հիմա Ամերիկան զբաղված չի Չինաստանի հետ ինչ անի, Ռուսաստան, Եվրոպան։ Ամերիկան երկու խնդիր ունի։ Կամ Տրամպը կուտի Մասկի գլուխը, կամ Մասկը կուտի Տրամպի գլուխը։ Էսը։ Ուրիշ ծրագիր չկա։ Ես իհարկե հակված եմ, անիմաստ է մտածել, որ Մասկը որևէ ձևով կարողանա իշխանության գա, ենթադրենք փոխնախագահ ավտոմատ ձևով դառնա նախագահ։ Դա մեզ ինչ։ Այդ շիզոֆրենիկ էսցենտրիկ տղեն մեզ ինչ։ Կամ ով է ինքը։ Մեզ իհարկե հետարքիր անկախ այդ լավ է, վատ է, ընտրված նախագահը, որ ժողովրդի ձայնով ընտրվել է, այդ ընտրված նախագահը դարձի գա, եւ ինքը նրան կողքից տանելուց հետո մի հատ կողմնորոշվի այդ հավանական բոլոր սխալները քցի նրա վրա, իր սխալներն էլ հետը մաքրվի անցնի առաջ։ Բայց սա է ժողովուրդ ջան, այդ որ ասում ենք սենց անենք, մատյանը վերցնենք ներկաբացակը անենք, միլիոնավոր մարդիկ թող հաշվետվություն գրեն, 5 կետ գրեն, թող Մասկը մատյանը ստուգի, գնահատականներ դնի, ժողովուրդը ի՞նչ է կատարվում։ Այս մանկապարտեզի տարիքից դուրս չեք եկել դեռ։ Հիմա նոր ես հասկանում Մասկը ինչ արել։ Բայց խելքի մարդու ձեռքն է պետությունը դնում, որ մի քանի օր հետո պետք է ասի սխալվել եմ։ Հասկացանք ինքը, ասենք որևէ բիզնես է ղեկավարը, ագրեսիվ ձևով գնացել է բիզնեսը առել, բոլորին հանել գցել դուս, ասել է նրանց ովքեր պահում եմ, նրանք լավ աշխատողներն են, նրանք եւ ոգևորվել են, որ իրանք մնացել են, անհաջողակները դուրս են եկել, բայց դա մի հիմնարկի մասին է խոսքը։ Այդ մարդիկ դուրս են գալի, գնում են վերապատրաստվում են, գնում են ուրիշ տեղ են աշխատում, կամ մեկ ուրիշ օֆիս են գնում են աշխատում են, պրոֆեսիոնալ մարդիկ են, ինչ խնդիր կա։ Բայց այս դեպքում ինչ է ստացվում։ Դու պետության հետ գործ ունես, դու պետք է մտածես այդ միլիոնավոր մարդիկ, որ հիմա տագնապի մեջ են, մեզ կհանեն, թե մեզ չեն հանի, ուր են գնալու, ինչ են կանելու, ո՞նց հալնելու դա։ Դու արդեն պետության գլխին ես կանգնած։ Դու չես կարող մի բանի հիմնարկի լոգիկայով մտածես։ Ինչ հալնելու այդ մարդը, որ միլիոնավոր մարդկանց ցնցումների մեջ ես գցե, ում պետք է ազատեն, ում չպետք է ազատեն։ Ասում ես 10%-ին պետք է ազատեն, ոչ մեկը չգիտի այդ 10%-ի մեջ է թե չէ։ Ամբողջ երկիրը պարալիզել ես, որ ինչ անես։ Հիմա դուք ակնհայտորեն տեսնում եք, որ այս ամեն ինչի խնդիրը նաև կայանում է նրանում, որ հիմա արդեն ոնց որ թե Դոնալդ Տրամպը իր բոլոր սխալները հասկանալով գալու են խնդրին է գալու հանգի, որ պետք է լրջորեն վերանայի քաղաքականությունը, իսկ եթե ինքը վերանայեց, բնականաբանար մեզ համար շատ կարևոր է, որ ինքը վերադառնա համաեվրոպական ծրագրին, կանգնի Եվրոպայի թիկունքին ընդդեմ Ռուսաստանի։ Առավելևս որ այսօր արդեն խոսում էր սանկցիաների մասին Ռուսաստանի դեմ։ Նոր իմացար, որ Ուկրաինային զենքը չէիր տալի, կոորդինատները չէիր տալի, Ուկրաինան դնում ավիրում էին։ Նոր իմացար ինչա, այդ ձևի խաղաղության են գնում։ Ռուսաստանին հնարավորություն է տալի ռմբակոծում։ Մարդիկ Օդեսայից ինձ գրում են, ասում են այսպիսի ուժգին հարվածներ, մենք տեսնում ենք, որ դեմից խփում է Ռուսաստանը, թիկունքից խփում է Ամերիկան։ Էս է վերաբերմունքը։ Հարցում են անցկացնում եվրոպական երկրներին, արդեն սպառնալիք են համարում Ամերիկային, համարյա այնքան մարդ, ինչքան Ռուսաստանին ու Պուտինին, Տրամպին ու Պուտինին համարյա հավասար սպառնալիք են համարում Եվրոպայում։ Սա է ժողովուրդ ջան վիճակը։ Այսօր այդ կապված կարծում եմ, որ կտրուկ վերանայումներ կլինեն, տա Աստված, որովհետև ես անհույս լավատես եմ, որովհետև ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ Ամերիկան մեկուսանա, եթե Ամերիկան նույնիսկ ձախողվի մեզ դրանից ինչ։ Մենք որպես փոքր պետություն, ով է մեր անվտանգության երաշխավորը, այս իրավիճակում, որ նաև տեսնում ենք ինչ է։ Դու ես խառը վիճակում մարդիկ տեսնում են ինչ է կատարում։ Հերթական անգամ Հայաստանից լսում են Նիկոլ Փաշինյանը այսօր էլ ավտոբուսով, տրանսպորտով գործի գնաց, զրուցեց մարդկանց հետ։ Հազիվ էլ ինքը ճշտի, թե այնտեղ ինչից են գո, ինչից են դժգո։ Այդ էլ ինքը իմացավ կարևոր հարցերի լուծում կտա։ Այդ մարդիկ, որ Հայաստանում նայում են այս ոչ ադեկվատությունը, դա հենց ավելի են խառնվում իրար, ասում են, «Էս ինչ կատաստրոֆա է, ժողովուրդ ջան»։ Բայց դրա համար են ավելի շատ լարվում։ Այնքան չեն լարվում այս անորոշությունից, ինչքան լարվում են մեր իշխանությունների այս աշճանի ոչ ադեկվատ վիճակից։ Ասում բալա մեզ ով պետք է ասի ինչ է կատարվում։ Կասենք Ժորժ ջան, ինչքան ուժներս ու խելքներս պատի կասենք։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։